Դուք գիտեք օրինակ որքան քանի տարի պիտի ես եւ Եղոյանը ստանանք պարգևավճար, որպեսզի հավաքենք 1 միլիարդ 169 միլիոն դրամ, ինչպես դաշնակցական մի նախկին նախարար, պարոն Եղոյան, հաշվել եք։ Հա, գիտեք չէ, որ մենք գիտեք չէ, որ մենք միլիոնավոր պարգևավճարներ չենք ստանում ամենևին, բայց այն պարգևավճարները, որ ստացել ենք, հաշվեք, պարոն Եղոյան։ 400 տարի։ Բայց այո, այդ բոլոր, չգիտեմ, Լևոն Մկրտչյանը ընտեղ ելով է ապօրինի գույքով անցնում, Ռոբերտ Քոչարյանը, ազնվագույն մարդ, երբեք պարգևավճար չի ստացել, բայց դատախազությունը իրանից եւ ընտանիքից պահանջում է 200 միլիոն դոլարի չափ գույք եւ գումարներ, բայց ազնվագույն մարդ երբեք պարգևավճար չի ստացել։ Լևոն Մկրտչյանը վստահ եմ պարգևավճար երբեք չի ստացել, բայց 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Ընտեղ ելով կար, տեսա այսօր Հայկաս Բաղմանյանին են կանչել դատախազություն, եթե չեմ սխալվում, ելով կա, այս խմբակցության հալալ կեսը, հիմա մտնենք այս Հայաստան խմբակցության հալալ կեսը ապօրինի գույքիկ բռնագանձման փոխանցում։ Մարդիկ ունեն վիլաներ, մարդիկ ունեն տասնյակ մեքենաներ, հարյուրավոր միլիոն դրամներ ունեն, բայց հանգարց չխաղնեք։ Ներողություն, բայց հանգարց չխառնեք, ազգադավը ես եւ Եղոյանն ենք, չեք, դուք չգիտեք պարոն Եղոյան, ես եւ Եղոյանն ենք ազգադավը, բայց այն մարդիկ ովքեր վիլաներ ունեն, այս ունեն, այն ունեն, համիլիոն, ինչ նշանակում գնացեք, բա գնացել է դատախազությունը, այս թվերը որտեղից եմ ասում, ներողություն, այս թվերը որտեղից եմ ասում, բա դատախազությունը այդ մարդկանց մեղադրանք չառաջարկեն, կներեք, այդ մարդկանցից պաշտոնապես, հա, պահանջում է բռնագանձել գումար, որ ասում եք արեք, անում ենք, բայց է անելը, ու այդ բոլոր գումարները, ու այդ մենակ Քոչարյանից 200 միլիոն դոլար պահանջում դատախազությունը, ու ամենակարևորը ավարտելով, ներողություն, միտքս ավարտեմ, էլի, մեր սիրելի News-ի լրագրողը ասեց դուք չէ հիշում եք սկզբում հարցրեց դուք ունեք մտահոգություն, որ ընդդիմությունը կմիավորվի, կրկնում եմ, մենք չունենք մտահոգություն, որ ընդդիմությունը կմիավորվի, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները, Ծառուկյանը եւ ռուսաստանցի օլիգարխը, որը իրավունք չունի նույնիսկ առաջադրվելու որպես վարչապետի կամ падգամավորի տեխնացու, որպեսզի իրանք հանգարց չգան իշխանության, որտեվ եթե իրանք գան իշխանության, կաշառակերության հոդվածով ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվելու, Քոչարյանի ընտանիքը 200 միլիոն դոլար հաստատ պետության բյուջե չի վերադարձնելու, то ոչ Լևոն Մկրտչյանն է իհարկե պահպանելով, այստեղ այն բանն է։ Ծանուցում, մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չի ապացուցվել մեղքը, չնայած կոնկրետ այս դեպքում չնայած խոսքը այլ բանի մասին է, բայց այդ ամբողջ գումարները բյուջե չեն վերադարձնելու։ Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ գումարները բյուջե վերադառնան։ Հիմա խնդրեմ ձեր հարցերը։ Հարցը հետևյալն է, ես ձեզ չէի ընդհատում այս ընթացքում, որ եթե չգնա գրեք խայտարակ լրագրող։ Ապրեք, տեսնում եք, փաստորեն ազդում է։ Եվ պարոն Ռուբինյան, այս ընթացքում, որ դուք այդքան թվարկում եք, դրան բոլորը հայցեր են։ Ինչ այդ օրենքը մտել է ուժի մեջ, այդ գույքերով, այդ ներողություն։ Քանի միլիոն? 500 միլիոն դոլար, հեսա Եղոյանը թիվը ասում, ընդամենը 15 միլիոն դոլար, 15 միլիոն ապօրինիով ընդամենը 15 միլիոն դոլար է հետ բերվել այդ Եղոյանը այլ թիվ է ասում, բայց 500 միլիոն դոլար վճռով կամ հաշտության հետ է եկել, ինչպես ասում է պարոն Եղոյանը, տեսնում եք, ես թվերը չէի հիշում, բայց մարդը հիշում։ Երեխեք մի հատ տամել, ինչ Հա, խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, երկաթուղու հետ կապված վարչապետը այն խնդիրը, որը բարձրացրել է, ըստ էության այդ խնդրի լուծման ինչ որ տարբերակ չկա, այսինքն այն առումով, որ այդ մրցակցության խնդիր չունենանք։ Հիմա եթե խնդիրը իսկապես այսպես լուրջ է դրված, կարող եք այստեղ ասել, որ ցանկացած դեպքում կառավարման փոփոխություն պետք է լինի երկաթուղու։ Շոյ ջան, ես կարծում եմ այդ հարցը ճիշտ կլինի տալ վարչապետին, քանի որ ինքն է խոսել դրա մասին, ու նաև կարծում եմ ճիշտ կլինի տալ մի փոքր ժամանակ անց, որտեղ բավականին թարմ է այդ հայտարարությունը եղել։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը հետևյալն է. կա մի լավ լուր եւ կա մի նորմալ լուր։ Լավ լուրն այն է, որ ինչպես գիտեք, պայմանավորվածություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ բոլոր տնտեսական ենթակառուցվածքները պիտի ապաշրջափակվեն, հա, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվելու է։ Ենթադրվում է, որ նաեւ Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքները պիտի ապաշրջափակվեն եւ Հայաստանը ապաշրջափակվելու է։ Որն է նորմալ լուրը։
երբ որ ամեն ինչ ապաշրջափակում է, արդեն լինում է սովորական, նորմալ մրցակցություն, բայց տնտեսական մրցակցություն, ոչ թե քաղաքական, վատ իմաստով մրցակցություն չէ։ Տնտեսական մրցակցություն տարբեր բոլոր երկրները ուզում են, որ իրենց տարածքով հնարավորինս երկար եւ հնարավորինս շատ բան անցնի։ Հիմա այդ համատեքստում մենք պետք է այնպես անենք, որպեսզի մենք մեր մրցակցայնությունը հնարավորինս ավել լինի։ Խոսքը չի այն մասին չի, որ այլ երկրներ իրենց տարածքներում չկառուցեն ենթակառուցվածքներ։ Դա իրանց իրավունքն է, ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, ինչպես ոչինչ մեզ ոչինչ չի կարող ասել։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ եւ փորձենք բարեկամական մթնոլորտում գալ մի եզրահանգման, որը կապահովի մեզ համար մեր մաքսիմալ հնարավոր մրցակցայնությունը։ Ես սպառիչ պատասխանեցի ձեր հարցին։ Բան է, պարոն Ռուբինյան, ամեն դեպքում ռուսականից ազդակները, որ ստացվել են վարչապետի հայտարարությունից հետո, այնքան էլ Սիրելի շողիկ, ես վստահ չեմ, չգիտեմ ինչի մասն եք խոսում, բայց ես կարծում եմ, որ պետք է մի փոքր էլ սպասենք եւ կառավարությունից հարցի պատասխաններ ստանանք, այսքանը Ասում են շնորհակալություն։ Քուվեյթը փորձել է ստանցնի կառավարությունը, բայց Ռուսաստանը խոչընդոտել է, ճիշտ է։ Նման բանից տեղյակ Եվ հայ-թուրքական սահմանի է բացում։ նորությունության դեպքում կտեղեկացնեմ։